Բարի երեկո, լուրերի թողարկումն է Ազատության եթերում, այսօրվա թեմաներն են։ Որոշում եմ կայացրել իրականացնել փոփոխություն։ Ալեն Սիմոնյանը կփոխարինի հետհեղափոխական ամենաերկարակյաց պաշտոնյային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Ձեզ կոռեկտ պահեք, հարգելի գործընկերներ։ Ընդդիմադիր Էդգար Ղազարյանի ելույթը կրքեր բորբոքեց խորհրդարանում։ Աշխատենք խնդիրներ լուծել։ Ռուսական կառավարմամբ երկաթուղին ի վերջո կփոխանցվի Հայաստանին։ Իսկ կա տարբերակ, որ իրանց խնդիրն է մասամբ լուծի, մեր խնդիրն էլ մասամբ լուծի։ Զինծառայողի դի է հայտնաբերվել, վարչապետը պաշտոնանկություններ է խոստանում։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք։ Ձերբակալվել է Ծառուկյանի ևս մեկ թիմակից նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իրանը պնդում է, թե իր տարածքում սպանել է ամերիկյան և իսրայելական հետախուզական ծառայությունների աշխատակիցների։ Եվ այսպես Ալեն Սիմոնյանը երկար չմնաց առանց պաշտոնի, պարտվելով ազգային ժողովի նախագահի աթոռի համար ներկուսակցական պայքարում, Սիմոնյանը հրաժարվել էր որպես շարքային պատգամավոր խորհրդարան գնալ։ Վարչապետի որոշմամբ նա այսօր նշանակվեց անվտանգության խորհրդի քարտուղար, փոխարինելով հետհեղափոխական ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկին Արմեն Գրիգորյանին։ 8 տարվա աշխատանքից հետո Գրիգորյանը կգնա հանգստի, նա հրաժարվել է պետական այլ աշխատանքի անցնել։ Ես որոշում եմ կայացրել իրականացնել անվտանգության խորհրդի քարտուղարի փոփոխություն։ Ինչու Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց շուրջ 8 տարի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գրիգորյանին, նրան փոխարինելով ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանով։ Արդյոք Փաշինյանը դժգոհ էր Գրիգորյանի աշխատանքից։ Միանշանակ պատասխան վարչապետն այսօր չտվեց։ Էնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց այնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որը համարում եմ կատարյալ։ Պաշտոնավարման անցած 8 տարիներին և հատկապես 2021-ից հետո Արմեն Գրիգորյանն ակտիվորեն ներգրաված էր հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացներում։ Ոչ վաղ անցյալում 2022-ին Գրիգորյանն իր ադրբեջանցի գործընկերոջ Իլհամ Ալիևի օգնական Հիկմեթ Հաջիևի հետ բանակցություններում փորձում էր առաջ տանել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և նրանց իրավունքներին վերաբերող հարցերը։ Վաշինգտոնյան հանդիպումից հետո իմ և Ադրբեջանի նախագահի օգնականի համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը։ Բաքուն սակայն այդպես էլ որևէ միջազգային մեխանիզմի չհամաձայնեց։ Մեկ տարի անց 2023-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախը հայաթափվեց։ Պաշտոնանկությունից առաջ Գրիգորյանի վերջին հանդիպումը Հիկմեթ Հաջիևի հետ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց էր Դիլիջանում։ Շատերին զարմացրել էր, թե ինչու էր Հաջիևը ընտրություններից հետո շտապել Հայաստան։ Ինչպես խորհրդարանի ամբիոնից պարզաբանել էր Փաշինյանը, Գրիգորյան-Հաջիև հանդիպման նպատակը ընտրություններից հետո ստեղծված պատերազմի սպառնալիքը կառավարելն էր։ Դատելով Փաշինյանի այդ հայտարարությունից ադրբեջանական կողմի մոտ մտահոգություններ էին առաջացրել ընդդիմադիր ուժերի ստացած շուրջ 500,000 քվեները։ Եթե մենք հիմա չկառավարենք այս իրավիճակը եւ ընկալում ստեղծի, որ Հայաստանի Հանրապետությունում 500,000 մարդ կա, որ ասում են մենք պետք է Ղարաբաղի շարժումը շարունակենք, դա շատ լրջորեն կսրի ռազմաքաղաքական իրավիճակ Հայաստանում։ Իշխող ԿՊ-ին չհաջողվեց ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ էր նոր սահմանադրության ընդունման համար։ Մինչդեռ Բաքուն պարբերաբար հիշեցնում է, քանի դեռ Երևանն իր մայր օրենքից չի հանել հղումը անկախության հռչակագրին, խաղաղության համաձայնագիրը չեն ստորագրի։ Արդյոք Արմեն Գրիգորյանին Դիլիջանում չէր հաջողվել փարատել ադրբեջանցի գործընկերոջ մտահոգությունները։ Արդյոք հենց այդ հանդիպումն է ճակատագրական եղել պաշտոնանկության համար, թե այլ խնդիրներ կային, պարզ չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր միայն տեղեկացրեց, թե Գրիգորյանին իր աշխատակազմում մնալու առաջարկ է արել, որը սակայն մերժվել է։ Գրիգորյանը դադար է ուզում։ Ընդհանրապես պետական ծառայության մեջ առաջիկայում կարծես թե նախընտրում է պաուզա վերցնել։ Արմեն Գրիգորյանն այսօր անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում կառավարության վերջին նիստին ակնհայտորեն հուզված էր։ Ինքն էլ դա չթաքցրեց։ Իսկ իր պաշտոնավարման շրջանը Գրիգորյանը տիեզերական համեմատություններով նկարագրեց։ Իմ պաշտոնավարման շրջանը համեմատելի է, որ
եթե լույսը երկրից դուրս գար, այդ սկսելու ժամանակահատվածում հասած կլներ ամենամոտ աստղի մոտ, հետ կգար եւ նորից ճանապարհ դուրս եկած կլիներ։ Արդյոք նորանշանակ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Գրիգորյանի օրինակով ակտիվորեն ներգրաված կլինի հայ-ադրբեջանական հարաբերությունների գործընթացում։ Ինչ առաջնահերթություններ են դրվել Սիմոնյանի առջև այս պաշտոնում, առայժմ հստակ չէ։ Ես այսպես ասած պարզ ճակատով եմ ավարտում ես փուլը եւ կապրենք, կտեսնենք, թե հետագայում ինչ կլինի։ Իդեպ դատելով Ալեն Սիմոնյանի հրաժեշտի ասուլիսից վարչապետ Փաշինյանը Սիմոնյանին անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշումը վերջերս է կայացրել, քանի որ դեռ հուլիսին պաշտոնը թողնելիս Ալեն Սիմոնյանի քաղաքական ապագան անորոշ էր։ Չեմ բացառում, որ կարող է ընդհանուր, ասենք, մոտակա, չգիտեմ, ինչ ժամանակահատվածում ընդհանրապես որևիցե քաղաքական պաշտոնով զբաղված չլինեմ։ Ինչպես նաև վստահեցրել այն ժամանակ նոր պաշտոնի շուրջ վարչապետի հետ որևէ պայմանավորվածություն ու քննարկում չի ունեցել։ Եվ իսկականից ուզում եմ մի քիչ հանգստանամ։ Սիմոնյանը տակավին անցած ամիս խոսում էր մի փոքր հանգստանալու եւ անձնական հարցերով զբաղվելու մասին, սակայն Ալեն Սիմոնյանին երկար հանգստանալ չհաջողվեց։ Երևան-Մոսկվա լարված հարաբերությունների շերտերից է երկաթուղին, որ տասնամյակներով հանձնված է ռուսական կառավարմանը, ու հիմա, երբ ամերիկյան թրիփ նախագիծը պետք է գործարկվի, ռուսների գործոնը ըստ պաշտոնական Երևանի փաստացի խոչընդոտ է դարձել։ Վարչապետ Փաշինյանը, որ ավելի ու ավելի կոշտացնում էր դիրքորոշումը, թե այլընտրանք չկա, երկաթուղին պետք է վերադարձվի Հայաստանին, այսօր մեղմել էր հռետորաբանությունը, շատ չանցած Մոսկվայից հնչած փոխհատուցման պահանջից։ Ռուսական երկաթուղիներ ընկերության զգուշացումից հետո Հայաստանի վարչապետը հայտարարում է Երևանի համար ընդունելի չէ կոնցեսիոն պայմանագրի խզումը։ Մոսկվան հասկացրել էր պայմանագիրը դադարեցնելու դեպքում Հայաստանը պետք է վերադարձնի 2008-ից ի վեր արված բոլոր ներդրումները։ Նիկոլ Փաշինյանը այժմ նախապատվությունը տալիս է հարցը բարեկամական մթնոլորտում լուծելուն։ Մինչդեռ ընդամենը 2 շաբաթ առաջ ակնարկում էր ինչ-որ որոշումների մասին եւ պատրաստակամություն հայտնում անգամ հասնել մինչեւ արբիտրաժային դատարան։ Բարեկամականը, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում նաև փորձագետներ կան, արդեն գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որը բավականին ծանրակշիռ գումարը հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Մենք նայում ենք լավ այդ տարբերակը զգում ենք, որ գուցե Ռուսաստանի գործընկերները այդքան էլ հարմարավետ չի։ Երկաթուղու կառավարման կոնցեսիան այլ երկրի փոխանցելու մասին վարչապետ Փաշինյանը առաջին անգամ խոսել էր մոտ կես տարի առաջ։ Մոսկվայից կտրուկ մերժել էին այդ առաջարկը, այն համարելով անընդունելի։ Իսկ 2 շաբաթ առաջ ռուսական կողմը զգուշացրեց պայմանագրի խզման կամ կառավարումն այլ երկրի փոխանցելու դեպքում կպահանջեն 18 տարում արված ներդրումները, շուրջ $400 միլիոն։ Այսօր արդեն Նիկոլ Փաշինյանը երկաթուղու կառավարման նոր լուծումներ էր թվարկում, որոնք ըստ նրա կարող են շահեկան լինել բոլոր կողմերի համար։ Հետո նայում ենք, ասում ենք, իսկ կա տարբերակ, որ իրանց խնդիրն է massամբ լուծի, մեր խնդիրն էլ massամբ լուծի։ Հետո տեսնում ենք, որ փորձագետների հետ էլ ենք չի աշխատում, որ ասում ենք լուծում, մի հատ տեսեք ինչ լուծում կա։ Գալիս են, ասում ենք, արա սենց տարբերակ լինի, որովհետև այդ կառավարումը կամ ինչ որ ուրիշ մոդել դրվի, որ ասենք ենթադրենք ինչ որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի, բայց այնպես որ մնա փոքրամասնության մասնաբաժինը, որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի։ Որն է, ասենք մենք ունենք հիմա մենք երկաթուղին եւ ենթակառուցվածքը եւ ենթակառուցվածքի օգտագործումը փաթեթ է։ Մոսկվայից վարչապետի այս նոր գաղափարին դեռ չեն արձագանքել։ Նիկոլ Փաշինյանը, որ կես տարի առաջ պնդում էր, թե ռուսական կառավարման բերումով հայկական երկաթուղին կորցնում է մրցակցային առավելությունները, այսօր ասաց, հայկական կողմը չէ, որ խնդիր ունի ռուսական կառավարման հետ, խնդիր ունեն հնարավոր ներդրողները։ Մենք ոչ մի եւ ես էլ բնականաբար ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ Ռուսաստանի
ընդհակառակը հարգանքով եւ ըմբռնումով են վերաբերվում Ռուսաստանի շահերին։ Խնդիրն ըստ Նիկոլ Փաշինյանի այն է, որ ռուսական կառավարումը խոչընդոտում է, որպեսզի հայկական երկաթուղին ինտեգրվի միջազգային ցանցին։ Նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են եւ օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրանք մեզ ասում են եւ ակնհայտ է եւ ոչ միայն ասում են բանավոր, այլ մենք տեսնում ենք օրինակ ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում։ Ղրղստանում անցած շաբաթ ԵԱՏՄ նիստին մասնակցած Հայաստանի վարչապետն այսօր խոստովանեց. իրեն չի հաջողվում հասնել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների չեղարկմանը, որովհետև ինչպես բացատրեց, Ռուսաստանի ակնկալիքներն իրատեսական չեն։ Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, որը մենք արդեն ասել ենք, որի հետ մենք համաձայն չենք։ Մնացածը արդեն ապրանքների ներմուծման եւ արտահանման հետ կապված խնդիրն է, որին պատրաստվելը մենք չենք կապում այս իրավիճակի հետ։ Уважаемый председатель, Իսկ այն, որ ԵԱՏՄ նիստին անդամ երկրների վարչապետերն անարձագանք էին թողել իր ելույթը, Փաշինյանի մեկնաբանությամբ համաձայնության նշան էր։ Կիսում են իր մոտեցումները։ Республики Узбекистан. Այժմ էլ խորհրդարան տեղափոխվենք առաջին նստաշրջանի այս 10 օրերի թերևս ամենալարված օրներ, երբ պատգամավորները հարաբերություններ պարզելու դուրս եկան միջանցք։ Բանը բռունցքների չհասավ, սակայն հաշտություն էլ չի հաստատվել։ Կառավարող ուժը ներողություն է պահանջում ընդդիմադիր Էդգար Ղազարյանից։ Նրա թիմը ուժեղ Հայաստանը խոստացել է հարցը քննարկել։ Ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների թեկնածության քննարկման ժամանակ ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը խորհրդանում խիստ լարվեց։ Սա է այս իշխանության դեմքը։ Պատերազմ, զոհեր, կորուստներ եւ պարգևավճարներ։ Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քերին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո, լավ է քերին, բայց իմ քերին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թոռնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք եւ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Մինչ ազգային ժողովի ԿՊԱ-ական փոխոսնակ Հայկ Կոնջորյանը կոշտ արձագանքում էր, Էդգար Ղազարյանը դուրս եկավ դահլիճից։ Նրա հետևից որոշ ԿՊԱ-ականներ որոշեցին դուրս գալ, հետո ընդդիմությունը։ Ես անձամբ տեսա, թե ինչպես էին Սիսակ Գաբրիելյանին գործընկերները պահում, որ դուրս չգա, հետո ընդդիմության ներկայացուցիչները դուրս եկան եւ իրավիճակը արդեն քաշքշոցի էր հասնում։ Հասավ ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Մինչ ընդդիմության եւ իշխանության պատգամավորները բարձր տոներով իրավիճակից էին խոսում, Ղազարյանը միայնակ նստած էր նիստերի դահլիճին հարակից տարածքում, ասեմ, որ ընդդիմադիր ուժեղ Հայաստանը հայտարարել է, որ պատրաստվում է քննարկել Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բարեկրթության կանոնը կամ բարեկրթության շուրջ ձեռք բերված մեր պայմանավորվածությունը քանդման եզրին է, ինչպես նաև քանդման եզրին է պարոն Էդգար Ղազարյանի այս դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների ապահովման գործընթացը։ Ես ակնկալում եմ ձեզնից, որ Էդգար Ղազարյանը պետքա գա եւ ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար։ Խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղը կպայենք։ Դրանից հետո ձեր որոշումն է, ձեր որոշումն է։ Բարեվարկության պայմանավորվածությունների շրջանակներում դա բարեվարկության նորմի խախտում էր։ Իրավիճակը խմբակցությունում քննարկում են, բայց որևէ որոշում ըստ խմբակցության թե ղեկավարի թե անդամների այս պահին չեն կայացրել։
Նարեկ Կարապետյանը ասում է, ողջ քարոզարշավի ընթացքում իրենք են խոսել բարևարկության նորմերի խախտումների, ոչ կոռեկտ արտահայտությունների մասին եւ իրենց դիրքորոշումը այսպես են բացատրում։ Արդյոք Էդգար Ղազարյանին ընդհանուր մինչև մանդատից հրաժարվելու կոչ կարվի, նաև այս հարցը հնչեց։ Կաշխատենք խնդիրները լուծել։ Ինքը Ղազարյանը հրաժարվում է որևէ մեկնաբանությունից, այդ թվում պատրաստվում է արդյոք ներողություն խնդրել, ինչի ակնկալիքը արդեն ասացի իշխող խմբակցությունը ունի։ Խնդրում եմ այսօր ինձ ոչ մի հարց չտալ։ Ես ձեզ նորից ես հիմա հանդիպում ունեմ գնում։ Դրա համար դուք մի անգամ կհարգեք իմ կարծիքը, երբ որ ես մնացած բոլոր դեպքերում հարգել եմ ձեզ։ Խնդրում եմ մի անգամ ինձ առաջիկայում։ Ազգային ժողովը արդեն 4-րդ օրն է հանձնաժողովների նախագահների տեխնացության հարց է քննարկում եւ այս փուլում այս 4 օրերի ընթացքում հասցրել է միայն 4-ի տեխնացությունը քննարկել պաշտպանության հանձնաժողովի, պետաիրավական, ֆինանսավարկային, բյուջետային, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների տեխնացուների հարցը։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, այժմ էլ թողարկման երկրորդ հատվածի թեմաները։ Զինծառայողի դի է հայտնաբերվել, վարչապետը պաշտոնանկություններ է խոստանում։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք։ Ձերբակալվել է Ծառուկյանի ևս մեկ թիմակից, նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Իրանը պնդում է, թե իր տարածքում սպանել է ամերիկյան եւ իսրայելական հետախուզական ծառայությունների աշխատակիցների։ Նորից զինվոր է մահացել, ընդամենը օրեր են անցել վարչապետի հայտարարությունից, թե իր անձնական պատասխանատվությունն է բանակում տիրող իրավիճակը։ Սա այս տարվա 12-րդ մահն է Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն պաշտոնանկություններ է խոստացել, բայց ոչ նախարարի, որի աշխատանքից գոհ է։ Իրավապաշտպանները մինչդեռ առաջինը հենց Սուրեն Պապիկյանի անունն են տալիս։ Այսօր հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին հրազենային վնասվածքով։ Առավոտյան հայտարարեց Պաշտպանության նախարարությունը։ Ազատության տեղեկությամբ զինծառայողը ժամկետային էր, զորակոչվել էր Նոր Նորքի զինկոմիսարիատից։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, բայց առայժմ չեն հստակեցնում, թե որ հոդվածով։ 24 օր առաջ դարձյալ զինծառայողի մահ էր արձանագրվել, ու այս ծանր վիճակագրությունը կանգ չի առնում։ Այս տարի արդեն 12 դեպք։ Այո, անհատական պատասխանատվություն պետք է լինի։ Վարչապետ Փաշինյանը կարծում է անհատական պատասխանատվություն կրողներ պիտի լինեն, բայց նրանք պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը չեն։ Իմ գնահատականը այն չէ, որ այս իրադրությունում գլխավոր շտաբի պետը եւ պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում այդ խնդիրը լուծելու համար։ Առավոտյան իրադրությունը կառավարությունում քննարկել են ու որոշել պաշտոնանկություններ կլինեն։ Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք եւ նաեւ մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս եւ հետեւությունների կգանք։ Կեսօրից հետո տեղեկություն տարածվեց, որ ազատման դիմում է գրել ռազմական ոստիկանության պետ 6 տարի պաշտոնավարող Աշոտ Զաքարյանը։ Պաշտպանական գերատեսչությունից սակայն չեն հաստատում եւ ընդհանրապես կադրային սպասվող փոփոխությունների մասին ոչինչ չեն ասում։ Դեռ 3 Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն էր հրավիրել զինված ուժերում հոգեբանական ծառայությունների աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, ու ընդհանրապես մեկ ամիս է այս գերատեսչությունը ակտիվ լծված է զորքի հետ բարոյահոգեբանական զրույցների գործին։ Ողջույն ձեզ։ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն է ժամկետայիններին բացատրում, թե ինչ կարևոր է կարգապահությունը արատավոր բարքերին վերջ տալը։ Ձեր դիմացինին դիտարկեք որպես մարդու ու ցուցաբերեք ձեզ որպես օրինակելի զինակիր։ Չնչին վատ վիճակներ, այսպես է ձևակերպում գլխավոր շտաբի պետը այն իրավիճակը զինված ուժերում, որ հաճախ սպանության կամ ինքնասպանության պատճառ է դառնում։ Այդ չնչին վիճակներ, որոնք են կարգավորվում, պետք է
զեկուցել։ Արդյոք այս ամենը նկատի ունի Փաշինյանը, երբ նշում է, որ Պապիկյանն ու Ասրյանը բավարար ջանքեր են գործադրում զինծառայողների մահվան վիճակագրությունը մեղմելու ուղղությամբ, չհստակեցրեց վարչապետը։ Հայտնի է այն, որ Սուրեն Պապիկյանը 10 օր առաջ վերանշանակվեց Պաշտպանության նախարարի պաշտոնում։ Թիմակիցները կարծում են, պաշտպանական ոլորտի բարեփոխումները թափով առաջ է տանում։ Փառք Աստծո, այդ 5 տարիների ընթացքում այս նույն թիմը կարողացել է այդ բարեփոխումները իրականացնել եւ հաջող ավարտին բերել։ Որ զինված ուժերում հանցավորությունը մահվան դեպքերը նվազեցնել չի հաջողվել, խոստովանում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը, խոստովանում է ու հուսադրում։ Այս խնդիրը այո կա, բայց մենք պետք է թողենք, որ ինքը այդ խնդիրների լուծման ուղղությամբ միջոցառումներ ներկայացնի եւ կազմակերպի մեր օգնությամբ։ Դեռ Ազատի զորամասի զարհուրելի հրդեհից հետո էր իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պնդում, որ նախարար Պապիկյանը պիտի հեռանա պաշտոնից։ Մի գիշերում 15 զինծառայող մոխրացավ մի խարխուլ տան մեջ, որի անունը պետությունը զորամաս էր դրել։ Այսօր էլ իրավապաշտպանը նույնն է պնդում։ Այն ժամանակ էլ, ինչպես հիմա, Պապիկյանի փոխարեն խոսեց Նիկոլ Փաշինյանը, հռչակելով մեղավոր պատասխանատուներին, բայց չասաց, թե ինչ կապ ունի ռազմական ոստիկանությունը մահվան այս դեպքի հետ։ Եթե Փաշինյանն ավելի լավ է տիրապետում բանակում, զորամասում տիրող իրավիճակին, այդ դեպքում ինչու է նախարարի պաշտոնը զբաղեցնում Պապիկյանը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, որ համակարգում է բանակի ոլորտը, արձանագրում է որևէ դրական փոփոխություն ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով չկա։ Թվային առումով պատկերն ավելի վատ է նախորդ տարվա համեմատությամբ։ Եթե մենք ամբողջ 2025 թվականի ընթացքում արձանագրել ենք 35 զինծառայողի մահացության դեպք, այժմ 8 ամսվա ընթացքում արդեն իսկ ունենք 31 զինծառայողի մահացության դեպք։ Ընդ որում ասեմ, որ 2025 թվականին 10 դեպքն է որակվել զինվորական ծառայության հետ կապված, իսկ հիմա 8 ամիսների ընթացքում արդեն իսկ ունենք զինվորական ծառայության հետ կապված որակված 10 զինծառայողի մահվան դեպք։ Պաշտպանության նախարարության թվերն այլ են, բայց նույնպես չեն խոսում հաջող ընթացող բարեփոխման մասին։ Անցյալ տարի ըստ նախարարության 6 զինծառայողի մահվան դեպք է եղել, այս տարվա միայն 7.5 ամսում արդեն 12։ Ցանկացած քայլ, որը ձեռնարկվել է, ըստ էության եղել է ոչ արդյունավետ։ Իրավապահների ուշադրության կենտրոնում Գագիկ Ծառուկյանի հերթական մերձավորն է Բարգավաճ Հայաստանի ցուցակով պատգամավորի տեխնացու Մարտուն Գրիգորյանը, որ անցած խորհրդարանում էլ Սերժ Սարգսյանի թիմում էր։ Գրիգորյանն անցնում է դեռ ամիսներ առաջ հարուցված գործով ձերբակալվել է միայն այսօր։ 3 ամիս առաջ հարուցված քրեական գործով իրավապահներն այսօր ձերբակալեցին ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանի պատգամավորի տեխնացու Մարտուն Գրիգորյանին, մեղադրանք առաջադրեցին նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու հոդվածով ու Գյումրիից տեղափոխեցին Երևան հարցաքննության։ Այսինքն մայիս ամսից սկսած այս գործը կա, այս գործով իրականացնում են ենթադրաբար վարորդային քննչական գործողություններ եւ այո, մեզ համար ակնհայտ էր եւ ակնկալելի էր, որ պետք է այս այն ինչ որ տեղի ունեցավ այսօր առավոտյան, մասնավորապես պարոն Գրիգորյանի ձերբակալությունը եւ հետո կալանավորումը պիտի լիներ։ Հարցաքննությունից հետո փաստաբան Արսեն Բաբայանն ազատությանն ասաց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Դա նշանակում է, որ ոչինչ չի ասում այս պահին։ Երբ որ կգա, երբ որ եթե հրաժարվել է ցուցմունք տալուց, երբ որ կգա ասելու ժամանակ, ես հաստատապես պնդում եմ, որ պարոն Գրիգորյանը որևէ նման հանցավոր երևույթի հետ առնչություն չունի։ Տվյալներ են ստացվել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության մի խումբ անդամներ ազգային Դեռ մայիսին հակակոռուպցիոնը գաղտնալսում էր հրապարակել եւ պնդել, թե Գրիգորյանը ընտրական շրջանում ընտրողներից մեկին տան նորոգման համար շինարարական նյութեր է տվել։ Արդյոք հաստատում են, որ Գրիգորյանի ձայնն է այս գաղտնալսման մեջ, փաստաբանը չի ասում, ասած ժամանակը կգա եւ լռություն պահպանող պաշտպանյալը մանրամասն կհայտնի իր դիրքորոշումը։ Սրանք կոչվում են քրեակ քաղաքական հետապնդումներ, այսինքն քաղաքական հետապնդում քրեական քողի ներքո եւ բնականաբար քրեական իրավունքին վերաբերվող ոչ մի կանոն այստեղ չի գործում։ Արսեն Բաբայանն ուշադրությունը հրավիրում այլ խնդրի վրա, ինչու իրավապահները սպասեցին 3 ամիս եւ նոր միայն, երբ Գրիգորյանն այլևս ոչ պատգամավոր է, ոչ էլ տեխնացու եւ էլ չունի անձեռնմխելիություն, անցան գործի։
Մինչ իրավապահները չեն պատասխանում այս հարցին, փաստաբանն աճպարարություն է համարում դեռ կես ամիս առաջ անձեռնմխելիություն ունեցող նախկին падգամավորի շուրջ ստեղծված այս իրավիճակը։ Դա պետք է ավելի վաղ լիներ։ Թե ինչի վաղ չեղավ ավելի, ես այդտեղ sense շակերտներում զուգադիպություն եմ տեսնում։ Այդ զուգադիպությունը կապ ունի մասնարարապես Գյումրու ընտրությունների հետ ապագայում սպասվելիք, որի մասին իշխանությունը արդեն հայտարարեց, եւ միաժամանակ կապ եմ տեսնում նախորդ խորհրդարանի լիազորությունների դադարեցման հետ։ Գրիգորյանի թիմակիցները եւս պնդում են դեռ 1 տարի առաջ Գյումրու Ավագանի անցած իրենց թիմը ենթարկվում է քաղաքական ճնշումների։ Ես չեմ կարող կարդալ կենտրոնական իշխանության ծրագրերը, նպատակները, մտքերը, բայց որ Հայաստանում ամեն մի քաղաք ունեցավ իր մոդելը, իր տիպը, իշխանության խլման, տեղական իշխանության այսպես զավթման եւ այդ մոդելները ըստ քաղաքների ստացան այդ անվանումները Վանաձորյան մոդել եւ այլն եւ այլն։ Կոնկրետ Գյումրին 1 տարի շարունակ տեսնում եք կուր աշխատում է, ավականին համար է շատ եւ կոնկրետ մեր թիմը, պարոն Գրիգորյանի թիմը բավականաչափ այսպես կարեւոր օղակ է այդ ընդդիմության ցանկում եւ բնականաբար սա քաղաքական ճնշում է։ Գրիգորյանի թիմակից Գյումրու Ավագանու ընդդիմադիր մեր քաղաքը խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանը հիշեցնում է, քաղաքացիական պայմանագիրը ուղիղ հայտարարել է, որ ցանկանում է օր առաջ իշխանություն վերցնել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում։ Նրա պնդմամբ Գրիգորյանի ձերբակալությունը հենց Գյումրու քաղաքապետի աթոռը մեջբերում զավթելու համար է արվում։ Մենք ունենք 6 մանդատ եւ մեր 6 մանդատը 2025-ից մինչեւ այսօր պինդ պահել ենք եւ շարունակելու ենք պահել։ Շատ լավ գիտենք ուր ենք գնում, շատ լավ գիտենք, որ ընդհանրապես այդ ճանապարհին ծաղիկներ չկա, դա փշոտ ճանապարհ է, բայց մենք մի տարի արդեն այդ ճանապարհը փորձառությունը ունենք անցնելու։ Գյումրին կառավարվում է ընդդիմադիրների կողմից։ Կոմունիստական կուսակցության ցուցակով Ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այժմ մի քանի գործերով մեղադրյալ է ու փաստացի նա չի կարողանում կատարել համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ղուկասյանին այս պաշտոնում ընտրվելու համար ձայներ են տվել ոչ միայն Կոմկուսը, այլև մյուս ընդդիմադիրներ, այդ թվում Մարտուն Գրիգորյանի թիմը, ընդհանուր 19 ընդդիմադիր մանդատներով։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում ընդդիմադիր դիրքերում է, Ավագանիում Փաշինյանի թիմն ունի ընդամենը 14 ձայն։ Եվ մենք Գյումրիում գյումրեցիների հետ պետք է իրականացնենք Գյումրի Ավագանու արտահերթ ընտրություններ եւ ժողովրդական իշխանություն հաստատեն Գյումրիում։ Քարոզարշավի ժամանակ էր Փաշինյանը նման հայտարարություն արել, կարևորելով ոչ թե հերթական, այլ հենց արտահերթ ընտրությամբ Գյումրին վերցնելու սցենարը։ Գյումրիում արդեն նման իրավիճակ եղել է։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործի հարուցումից հետո 2024 թվականին ողջ կազմով մանդատները վայր դրեց կառավարող Բալասանյան դաշինքը, ինչից հետո Գյումրիում վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց, ամիսներ անց էլ արտահերթ ընտրություններ անցկացվեցին։ Կկալանավորվի արդյոք Մարտուն Գրիգորյանը թե ոչ, պարզ կդառնա առաջիկա ժամերին, հակակոռուպցիոնը դիմել է դատարան։ Երևանի ջանքերը վերացնել ռուսական սահմանափակումները արդյունք չեն տալիս, վարչապետ Փաշինյանն անձամբ էր խնդրել Պուտինին լուծել այս հարցը։ Սակայն Մոսկվան միայն ընդլայնում է արգելված արտադրանքի տեսականին։ Կառավարությունը փորձում է օգնել բերքի թեժ սեզոնին բազմամիլիոն շուկան կորցրած արտադրողներին։ Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ բյուջե։ Էկոնոմիկայի նախարարությունն այս գումարը կուղղի այն տնտեսվարողներին, որոնք ռուսական սահմանափակումների ընթացքում այլ երկրներ են արտահանում իրականացրել։ Այս անգամ հունիս-հուլիս ամիսների արտահանման մասին է խոսքը։ Փոխնախարար Արման Խոջայանը կառավարության նիստում թվարկեց, վերջին 2 ամսում 2325 տոննա պղպեղ է արտահանվել, 1579 տոննա լոլիկ, 3.6 միլիոն հատ ծաղիկ։ Ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կեռասը 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղց եւ նեկտարին եւ այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ։ Նախարարի տեղակալը չհստակեցրեց, թե որ երկրներ են արտահանումներ իրականացվել, բայց ասաց, վերջին 2 ամիսներին ծաղիկները 26 երկրներ են ուղարկվել, միրգը 21, բանջարեղենն էլ 14 երկիր։ Վարչապետ Փաշինյանը որակական գնահատականներ պահանջեց Խոջայանից, ասաց, այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։ Այսինքն մենք ո՞նց ենք գնահատում
դիվերսիֆիկացման process-ը բավարար լավ, գերազանց, որն է մեր սպայի գնահատականը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի գնահատմամբ ընդհանուր առմամբ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում առաջընթաց կա, սակայն յուրաքանչյուր շուկայում դիրքավորվելու համար ասած հետևողական աշխատանք է պետք։ Ռուսաստանը գարնանից փուլ առ փուլ արգելեց հայկական գյուղմթերքի գրեթե ողջ տեսականու, ինչպես նաև կաթնամթերքի, ձկնեղենի, ծաղիկների, հանքային եւ ոչ հանքային ջրերի մի մասի, ոչ ալկոհոլային ու ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների մուտքն իր երկիր։ Փոխնախարարի խոսքով այս փուլում տեղի է ունենում արտաքին շուկաների եւ մատակարարման շղթաների վերադասավորում, ու հենց սա էլ տնտեսվարողների համար ցնցումներ է առաջացրել։ Կառավարության այս ծրագրերն էլ ըստ նրա ուղղված են այդ ազդեցությունները մեղմելուն։ Միաժամանակ տնտեսվարողները իրենք եւ ադապտացվում են փոփոխվող միջավայրին եւ նաեւ փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Կան տնտեսվարողներ, որոնք առավել պատրաստ են այս փոփոխություններին եւ ավելի արագ են արձագանքում, կան տնտեսվարողներ, որոնք իրենց բիզնեսի վերափոխման անհրաժեշտություն ունեն եւ կունենան։ Փաշինյանն ընդգծեց, բիզնեսը պետք է ճկուն լինի, ճգնաժամն էլ որպես հնարավորություն օգտագործի, իսկ կառավարության հատկացրած 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամն այս անգամ ուղղվելու է պղպեղի, լոլիկի, ծաղիկի, ծիրանի, կեռասի, սալորի, դեղձի եւ նեկտարինի ու այլ գյուղմթերքների արտահանման փոխհատուցմանը։ Freshline ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն ազատությանն ասաց, իրենք երկրորդ անգամ են դիմելու կառավարությանը։ Արտահանել ենք ծիրան, սալոր, նեկտարին, պղպեղ, լոլիկ, կերաս քիչ քանակություն ենք ունեցել, արտահանել ենք, այս ամբողջ process-ի գործի ողնաշարը, այսպես ասած, պահում է այդ սուբսիդիան։ Ունից ամսվա սուբսիդիաները համարյա թե բոլորինը տրամադրել են, հիմա ընթացքի մեջ է հուլիսին։ Freshline ընկերությունը, որ ունի ծիրանի, դեղձի եւ սև սալորի սեփական այգիներ, նաեւ այլ ֆերմերների գյուղմթերքն է հիմնականում Ռուսաստան արտահանում, արդեն նոր շուկաներ են գտել։ Վրաստան, Մոլդավիա, Ուկրաինա, Պոլշա դիրքավորվել ենք, բայց լիքը դիրքավորվելու տեղ ունենք։ Պետության աջակցությունը այդտեղ կա։ Նոր շուկաները մեր համար Լեհաստանն է, Ուկրաինա մենք արտահանել ենք մինչև այդ, Մոլդովա ենք արտահանել հայկական լոլիկը։ Ունեցած կապերի վրա զարգացրել ենք այս տարվա ապրանքատեսականիները եւ վաճառքը։ Նախկինում եւ նոր կապեր են ձևավորվել։ Մոլդավիա պամիդոր երբևիցե չենք արտահանել, բայց այս տարի արտահանել ենք։ Ընկերությունը եվրոպական երկրներից հայկական մթերքն այս տարի արտահանել է միայն Լեհաստան ու Մոլդովա, իսկ ոչ եվրոպական երկրներից Ուկրաինա ու Վրաստան։ Գևորգ Ղուկասյանն ասում է, զարմացել է, թե Վրաստանն ինչպես է մեծածավալ սպառման համար հայկական լոլիկն ընդունում։ Այս տարի Վրաստանի շուկան զարմացրեց, Վրաստանում մեծ քանակությամբ ապրանքներ է մատակարարվել եւ վաճառվել։ Ծիրան, լոլիկ, սալոր, նեկտարին։ Մենք ինչ գիտենք, որ Վրաստանում լոլիկի դեֆիցիտ ա լինելու եւ ամբողջ Հայաստանը լոլիկը կրելու է Վրաստան եւ այստեղ գինը բարձրանա լոլիկի։ Իսկ ընդհանուր առմամբ ըստ նրա եվրոպական երկրներ արտահանման ուղղությամբ դեռ խնդիրներ կան, հայկական արտադրանքը պետք է ճանաչելի դառնա։ Բացի այդ, լոգիստիկ ծախսերի պատճառով հայկական մթերքը Եվրոպա թանկ է հասնում։ Փոխհատուցվում է մաքսատուրքը, այստեղ հարցը նույնիսկ ծախսի հաշվարկի մեջ չի, ինչքան մեր ապրանքատեսականին, պետք է այնտեղ սովորեցնենք, այնտեղի շուկային լիքը ապրանքներ, որոնք որ արտահանվում են, կամ զրոյական կամ մինուս հարաբերակցությամբ վաճառքի են։ Եվրամիության երկրներից կան ապրանքատեսականիներ, որ մենք դեռ մրցունակ չենք, քիչ-քիչ սովորեցնում ենք։ Այնտեղ մատչելի է գները ապրանքների, շատ ավելի քան խոսում ենք։ Հայաստանից գյուղմթերքն արտահանվում է հիմնականում օտարերկրյա բեռնափոխադրողների միջոցով, դա է փաստում նաև Freshline-ի հիմնադիրը, իսկ տեղի բեռնափոխադրողներն արդեն ամիսներ շարունակ ահազանգում են, որ հին մեքենաների Շենգեն վիզա չունենալու ու ռուսական շուկայի փակման պատճառով անգործ են մնացել։ Միջազգային լրահոսից Իրանն այսօր հաղորդել է, թե իր տարածքում անվտանգության ուժերի հետ բախման ժամանակ ամերիկյան եւ իսրայելական հետախուզական գործակալությունների երկու անդամներ են սպանվել։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն մեկնաբանել այս տեղեկությունը Թեհրանի պնդմամբ, եւս 4 մարդ էլ ձերբակալվել է, որոնք փորձել են մուտք գործել Իրան երկու նահանգներում իրավիճակն ապակայունացնելու եւ ենթակառուցվածքները վնասելու նպատակով։ Ուկրաինան շարունակում է անօդաչուներով հարվածներ հասցնել ռուսական առցանց առևտրի մեծ ցանցի Վալդբերիզի պահեստներին։ Այսօր պայթյուն է որոտացել 18-րդ խոշոր կետում Բաշկորտոստանում։ Մոսկվան հերքում է Կիևի պնդումները, թե Վալդբերիզի պահեստները ծառայում են որպես անօդաչուների կայանատեղ։
Եվ ֆուտբոլ Երևանի Նոան այսօր վճռորոշ խաղ ունի կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում շվեյցարական Սիոնի հետ պատասխան հանդիպման արդյունքում բարձ կդառնա արդյոք հայկական ֆուտբոլի ծագողաստղը կշարունակի եվրոպական ճանապարհը։ Նոայի առաջին խաղը Սիոնի հետ ավարտվել էր 2-2 ոչ ոքի։ Շվեյցարիայից հաղորդում է մեր թղթակից Մարինե Խաչատրյանը։ Հայաստանում 2 կարմիր քարտ, 4 գոլ եւ ոչ ոքի արդյունք։ Իսկ արդեն Սիոնում հայկական եւ շվեյցարական ակումբները դիմակայությունը սկսում են 0-ից։ Այստեղ 1 գոլը կարող է փոխել ամբողջ պատկերը եւ որոշել, թե երկու թիմերից որն է շարունակելու եվրոպական իր ճանապարհը։ We learned from this game and the second game. Մենք պարզապես պետք է շարունակենք անել այն, ինչ արել ենք։ Եկել է ժամանակը մեր որակները ցույց տալու։ Մենք կանցնենք այս փուլը։ Again, we will pass this game. We prepared as best as we can. Մենք հնարավորինս լավ նախապատրաստվել ենք։ Այն, ինչ ցանկանում եմ տեսնել իմ թիմի խաղում, դա ցույց տալն է, որ մրցունակ ենք։ Կարող ենք այս մակարդակում մրցել։ Համարձակ ենք եւ ցանկանում ենք հնարավորինս ամեն ինչ ներդնել դաշտում։ Սա ֆուտբոլ է։ Երբեմն դու հաղթում ես, երբեմն պարտվում, բայց արդյունքը ինձ համար նշանակություն չունի։ Մենք պետք է պայքարենք, պետք է համարձակ լինենք, պետք է տանք այն ամենը, ինչ կարող ենք։ Ես նաև զրուցել եմ Սիոնի գլխավոր մարզչի հետ, ով նշեց Նոայի ֆուտբոլիստների բարձր որակները, ասաց, որ վճռորոշ խաղ է սպասում եւ որ իր թիմը բավականին լուրջ է պատրաստվել պատասխան հանդիպմանը։ Նոան այնպիսի թիմ է, որն ունի շատ որակներ եւ բազմաթիվ ֆուտբոլիստներ, ովքեր արդեն խաղացել են եվրոպական մրցաշարերում։ Մենք այս խաղին շատ լուրջ ենք պատրաստվել, որովհետեւ սա լավ թիմ է, իսկ մենք ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, եւ մենք պատրաստ ենք այս խաղին։ Հայկական ակումբին աջակցելու համար Հայաստանից Շվեյցարիային եկել նաև երկրպագուները, ես այստեղ զրուցել եմ նրանցից մի քանիսի հետ։ Կիպրսը ժամանել է Շվեյցարիա, շատ դժվար խաղ ստացվեց իրականում Հայաստանում, բայց Նոան մեկ անգամ չի, որ ապացուցել է, որ կարող է հաղթել դժվար մրցակիցների ու վստահ ենք, որ այս մեկն էլ բացառություն չի լինի, կռվելու ենք դաշտում, հանուն մեր գույների, հանուն մեր եռագույնի, մենք տրիբունաներում, իսկ թիմը դաշտում, առաջ Նոա, առաջ Հայաստան։ Մենք վստահում ենք մարզչին, Հայաստանի գավաթակրին եւ սուպեր գավաթակրին ու վստահ ենք, որ անցնելու ենք հաջորդ փուլ։ Մտածում եմ, որ այսօր մենք կունենանք շատ լավ խաղ։ Իմ կարծիքով շատ լավ պատրաստված են տղեկը ու մենք ունակ ենք այս մրցակցին անցնել։ Վճռորոշ հանդիպումից առաջ թիմերը վերջին մարզումն են անցկացնում։ Եթե Նոան հաղթահարի Սիոնի արգելքը, ապա եվրագավաթային հաջորդ փուլում կմրցի հոլանդական Այաքսի եւ իռլանդական Շելբուրնի դիմակայության հաղթողի հետ։ Հաղթանակ Նոային, իսկ լրատվական կենտրոնում այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցցանցերում կհանդիպենք։